Շատ պարզ պետք է ասեմ, որ ռուսական կողմը այն հարցապնդումները եւ այն խնդիրները, որ այսօր ռեալ առկա են եւ գոյություն ունեն այսօր դաշտում եւ որը չի նպաստում նաեւ ռուս-հայկական բարեկամությանը, նկատի ունեմ այն ոչ օբյեկտիվ մոտեցումները, որ կա նաեւ, օրինակ նույն Ռագոզինի հայտարարությունը եւ նմանատիպ մոտեցումները առհասարակ, այդ բոլորի բացատրությունները մենք չստացանք։ Հուսանք, որ առաջիկայում դեռ այդ հարցապնդումները կշարունակվի եւ կփորձենք այդ պատասխանները ստանալ։ Եվ կարծում եմ, որ անկախ ամեն ինչից մեր ռուս գործընկերները խորը մտածելու եւ հետեւություններ անելու առիթ կունենան, անկասկած, եւ լավ կլինի, որ անեն, դա անտարակույս բխում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը ապահովելուց, եւ պետք է մեր գործընկերները այո հասկանան եւ ընդունեն, որ հայ-ռուսական բարեկամության պայմանագրից սկսած եւ հարաբերությունների անհրաժեշտությունը միայն հայկական կողմը չէ որ ունի, այլ բուն Ռուսաստանը պետք է շահագրգիռ լինի եւ ամեն կերպ ուղղակիորեն դողա հայ-ռուսական հարաբերությունների վրա եւ կարծես թե մինչեւ այս պահը իրենք ապավինում են, որ հայ-թուրքական հարաբերությունների այդ դարավոր ոչ բարեկամական մթնոլորտի արկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ առանց ավելորդ ուշադրության, առանց ավելորդ ջանքեր գործադրելու կարողանան հայ-ռուսական հարաբերությունները պահպանել։ Այլևս մենք ապրում ենք 21-րդ դարում, խորհրդային միություն այլևս չկա եւ լավ կլինի, որ այդ խորհրդային միության մտածելակերպը օր առաջ ուղղակի վերածվի թե մոտեցումներում, թե ընդհանրապես ձևակերպումներում նույնիսկ, որովհետև դա միայն խանգարում է, այլ ոչ թե օգնում։ Հուսանք, որ այնուհանդերձ այս քննարկումը եւ այս հանդիպումը կնպաստի ավելի adekvat մոտենալ հարցերին եւ փորձել հայ-ռուսական հարաբերությունները, ես կձևակերպեի, որ այսօր վտանգավոր փուլում են, որքան է դա շատ մեր գործընկերներ այդ ձևակերպումը չտան, միևնույնն է այսօր այս քառօրյա ծանր պատերազմը ցույց տվեց, որ այն մակարդակի վրա չէր, ինչ ակնկալիք ուներ Հայաստանի Հանրապետության ամենաշարքային քաղաքացուց միջև նախագահ, բառից բուն իմաստով։ Եվ որքան էլ փորձվի կոնսպիրատիվ ձևակերպումներով թաքցվի, միևնույնն է այդ վտանգը կա եւ ես վստահ եմ, որ այդ հետևությունները կանեն։ Որտեղ հիմա մենք որքան էլ փորձեն փակ հասարակության մեթոդաբանությամբ առաջնորդվենք, ապրում ենք բաց հասարակությունում, գոնե Հայաստանի պարագայով ես դա կուզենամ հնչեցնեմ եւ այսօր նույն էլեկտրոնային լրատվամիջոցները այդ հնարավորությունը ստեղծում են քննարկումները ավելի արդիական դարձնելու եւ հնարավորություն չստեղծել շրջանցելու ցանկացողներին նույն պատերազմական գործողություններին իր պատիվ նաև ձեզ բոլորը տեսակ, թե ինչքան օպերատիվ եւ ժամանակին էր արձագանքում ցանկացած փաստի։ Իսկ կան 4 փաստեր, որոնք հայ-ռուսական բարեկամության օգտին չեն խոսում։ Ես դա ցավով եմ ասում, որովհետև իրականում ես ինքս շահագրգիռ եմ, որ հայ-ռուսական հարաբերություններ լինեն հավասարության սկզբունքով եւ գործընկերային հարաբերություններ լինեն, այլ ոչ թե այլ մակարդակի։ Չի կարելի հայկական շահի հաշվին սպասարկել ադրբեջանական շահը։ Մասնավորապես ես դեմ չեմ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունենա գործընկերային հարաբերություններ։ Կարող են նույնիսկ դեպքեր լինել, որ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի խնդրում որոշակի հարցերում նաեւ օգտակար լինեն, բայց չի կարելի այդ շահը զարգացնել Հայաստանի Հանրապետության պետական շահին։ Ոչ ոք չի կարող արդարացնել Եվրազեսի վարչապետների խորհրդի նիստի հետաձգումը եւ չկայացումը Երևանում եւ ոչ ոք չի կարող արդարացնել, որ դա ուղակի Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել չէր։ Նախառաջինը մենք փորձենք եւ կա այդ փորձը, որպեսզի համատեղ հայտարարություն ընդունվի, իսկ ընդհանրապես ինչ պետք է արվի հայ-ռուսական հարաբերություններում,
Առաջին հերթին ռուսական կողմը պետք է adekvat գնահատական տա ադրբեջանական գործողություններին, առաջին հերթին ռուսական կողմը իր պարտավորություններից Հայաստանի նկատմամբ 97 թվականի պայմանագրից ելնելով նկատի ունեմ հայ-ռուսական բարեկամության, որպես Մինսկի եռանախագահող երկիր պետք է դադարեցնի այդ հարձակողական սպառազինության մատակարարումը Ադրբեջանին, որքան էլ դա բնորոշ են որպես բիզնես, փաստ կա, որ 80% զենքի մատակարարումը Ռուսաստանն է կատարում։ Շատ է խոսում, որ եթե Ռուսաստանը չվաճառի, կվաճառեն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, մյուսները, դա սին կարծիք է, ուզում բոլորիդ հիշեցնեմ, եթե այդ պահին ուշադրություն չեք դարձրել, որ դեռևս 92 թվականից որոշում ունեն թե նահանգները, թե Ֆրանսիան, որ թե Ադրբեջանին, թե Հայաստանին զենք չեն մատակարարում, իսկ այդ տիպի, այդ ծավալի զենքեր վտանգավորության իմաստով աշխարհում 4-5 երկիր է արտադրում եւ նկատի ունեմ, եթե Ռուսաստանը չի վաճառում, այդ զենքի ձեռքբերումը Ադրբեջանի համար շատ խնդրահարույց հարց է։ Ուզում եմ ձեզ վստահեցնեմ, որ հայկական կողմը այդ խնդիրները բարձրացրել է, բոլոր իմ գործընկերները նույնպես բարձրացրել են այդ հարցերը եւ այսօր չի կարելի adekvat չլինել ստեղծված իրավիճակում։ Չի կարելի հնարավորություն տալ ցանկացած գործընկերի, առավել եւս ռազմավարական Հայաստանի Հանրապետության, ով կփորձի շրջանցել այդքան կարևոր հարցերը։ Եվ նույն ռուսական կողմը պետք է առաջնահերթության առումով շատ շահագրգիռ լինի այդ հարցերի գնահատականը հենց իրենք հնչեցնեն, որպեսզի չվնասեն հայ-ռուսական հարաբերությունները։ Իհարկե մենք պետք է շնորհակալություն հայտնենք եւ բոլորս խոնարհվենք մեր նահատակների արչև, բայց միայն ապավինել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայրենասիրությանը եւ կազմակերպությանը եւ մեր բանակի մարտունակությանը, դա կարծում եմ ոչ արդիական մոտեցում է։ Եվ դրանով արդարացնել այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք, դա ուղղակիորեն մեր շահերին դեմ է։ Ռուսաստանը հանդես եկավ այդ կրակի դադարեցման նախաձեռնությամբ 4-5 օր հետո այդ ռազմական գործողությունները սկսելուց։ Կուզենամ մենք մի պահ թարմացնենք մեր հիշողությունը այս կար ժամանակում, որ դա տեղի ունեցավ Քերիի եւ Լավրովի հեռախոսազրույցին հաջորդող Բայդենի Ամերիկայի փոխնախագահի հեռախոսազանգերից Հայաստանի Հանրապետության նախագահին եւ Ադրբեջանի նախագահին, այսինքն այդտեղ եթե դուք խորամուխ լինեք, կհասկացվի, որ դա իրավիճակի նկատմամբ ուղղակի վերահսկողությունը չկորցնելու գործողություն էր նաև։ Իհարկե չի կարելի չգնահատել ռուսական կողմի ջանքերը, բայց դա լինում են մերթ-ընդմերթ եւ լինում են ոչ նպատակային նաև նկատի ունեմ Հայաստանի բաղով։ Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանը պետք է սպասարկի Հայաստանի Հանրապետության շահերը, անտեսելով իր շահերը, բայց միևնույն ժամանակ գտնում եմ, որ անթույլատրելի է, որ ռազմավարական գործընկերը առաջնորդում է բացառապես իր շահով եւ անընդհատ ոտնահարում եւ անտեսում Հայաստանի պետական շահը։ Համաձայն եք, որ դա եղավ այն ժամանակ եւ դա պետք է խոստանալ ադրբեջանական։ Գիտեք, չեմ կարող այդ մասը չնկատել, որտեղ բոլորը այլևս գաղտնիք չի, որ գիտեք թե ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում եւ որ պահին սկսեցին այդ մասին նաեւ խոսել եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական հայտարարությունն եմ նաեւ ուզում հիշեցնեմ, որ այդ պահին եղավ, որ երբ կդադարեցնեն իրենք կրակը եւ այդ բոլոր իրողությունները շատ կարեւոր է որ վերլուծվի եւ նաեւ մեր անունությունը տեղյակ լինի։ Ղարաբաղ մեկնելու են, ինչ ասեցին իրենք այդ մասին։ Այդ մասին չխոսվեց։ Կարամ ասեմ, որ չէ։